Հայաստանի հանրային ռադիոն, Շվեյցարիայի համադաշնության կառավարության և Դեպոպ կառավարման ինստիտուտի աջակցությամբ ներկայացնում է։ Ստատուս քվո՝ իրադրությունն այնպես, ինչպես որ կա, առանց գունավորումների։ Ստատուս քվո՝ կարելի է այն փոխել, ինչպես եւ արդյոք դա անհրաժեշտ է։ Ստատուս քվո։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հաղորդաշարում։ Սելի ռադիոլսողներ, սկսում ենք ստատուս քվո հաղորդաշարի հերթական թողարկումը, ինչպես միշտ ձեզ հետ քաղաքագետ Գևորգ Մելիքյանն այս հաղորդման հեղինակ եւ վարող։ Հանրային ռադիոն իր ստատուս քվո հաղորդաշարով Շվեյցարիայի համադաշնության կառավարության եւ Դեպոպ կառավարման ինստիտուտի աջակցությամբ սկսել է 9 հաղորդումներից բաղկացած մի նոր շարք, որը նվիրված է 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ կընթանա մինչեւ ընտրությունների օրը։ Շվեյցարիայի համադաշնության կառավարության եւ Դեպոպ կառավարման ինստիտուտի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, այդ ընտրություններին քաղաքացիների գիտակցված մասնակցության, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում քաղաքացիական գիտակցության զարգացմանը։ Նույն նպատակն է հետապնդում նաեւ հանրային ռադիոն իր բոլոր հարթակներով։ Հիշեցնեմ, որ նախորդ հաղորդումը նվիրված էր ընտրակաշարքին, մի երևույթ, որը դեռ ցավոք արդիական է մեր իրականության համար։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է ընտրակեղծարարությանը եւ ընտրախախտումներին։ Մենք այս թեման բացելու քննարկելու համար հրավիրել ենք ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի, ողջունում ձեզ, պարոն Փաշինյան, եւ Սամվել Մատիրոսյան, մեդիա դաշտի փորձագետ, ինչպես նաեւ iDitort AM հարթակի հիմնադիր, տնօրեն, որը 2013-14 խորհրդարանական, ինչպես նաեւ նախագահական եւ ավականու ընտրություններ իրականացում էր մեդիա մոնիտորինգ, իրականացնում էր տարբեր ուրեմն գործիքներով, փորձում էր հասկանալ ինչպիսի ընտրակեղծիքներ, խախտումներ են տեղի ունենում եւ այդ ամենը on-line ձևով, առցան ձևով փորձում էր գրանցել եւ ընթացք տալ այդ դեպքերին։ Ես պարոնակ գիտեմ, որ դուք շատ ներգրաված եք այդ գործընթացին, դուք Նիկոլ, եւ որպես քաղաքացիական ակտիվիստ ժամանակին, եւ որպես լրագրող, եւ որպես արդեն քաղաքական գործիչ, եւ բնական է, որ արդար թափանցիկ ընտրությունների համար շատ կարեւոր է ունենալ ներկայություն ընտրատեղամասերում, փորձել ընդհանրապես ասենք ժողովրդավարության կայացման համար կարևորագույն օղակի հանդիսանում ընտրությունը, բայց ինչպես հասնել դրան։ Մենք անընդհատ ասում ենք, խոսում ենք դրա մասին, բայց դժվարություն ունենք։ Ձեր թույլտվությամբ ես մի քանի ընտրախախտումներ թվարկեմ, որովհետեւ մեր ռադիոլսողները եւս իմանան դրանց մասին, իհարկե դրանցով չի սահմանափակվում, բայց այն, որոնք ես փորձել եմ հանել, ուրեմն կրկնակի քվեարկություն, կարուսելների իրականացում, անձանց ցուցակագրում, տեղամասերի մոտ կուտակումներ, ուղղորդումներ, ընտրախախտումը Գրանցամատյանում գրառելու մերժում, անօրինական կերպով օժանդակումներ, լիազորված անձանց իրավունքների խախտում, քվեարկության գաղտնիության խախտում, այսինքն բաց քվեարկություն եւ այլն։ Հիմա ներդրված են կարծեք նոր մեխանիզմներ, էլեկտրոնային քվեարկություն կարծեք պիտի լինի, ինչ է արվում, ինչպես պիտի լինի, այսինքն այդ մեխանիզմների կիրառումը ինչքանով է նպաստելու, ինչպես է լինելու, որ մենք անընդհատ խոսում ենք, որ պետք է ունենանք արդար ընտրություններ, բայց կարծեք դրա համար շատ քիչ քայլեր են արվում։ Գիտեք, նախ էլեկտրոնային քվեարկություն չի լինելու Հայաստանում, լինելու է ընտրողների ինքնության էլեկտրոնաստուգման էլեկտրոնային մեխանիզմ, նաև բացի սովորական մեխանիզմից։ Ես կուզենայի ընդհանրապես այդ խնդրին անդրադառնալ մի փոքր ավելի լայն շրջանակում եւ լայն կոնտեքստում, որովհետեւ մենք բոլորս հանրությունը միջավայրն է, որում տեղի է ունենում այս կամ այն երևույթը։ Եվ երբ մենք խոսում ենք ընտրակեղծիքների մասին, մեզանից յուրաքանչյուրի առաջ, որպես քաղաքացի, դրված է շատ պարզ ընտրություն։ Մենք որ կողմում ենք, կա օրինականություն եւ կա ոչ օրինականություն։ Կա ազատ ընտրություն կամ օրինական ընտրություն, կա ընտրակեղծիք։ Այսինքն, տեսեք, երբ որ մենք ասում ենք ընտրակեղծիք, դրանք ուրիշ երկրից հատուկ մարդիկ չեն գալիս, մեր երկրում եւ ընտրատեղամասերում կեղծիքներ կազմակերպում ու թողնում գնում։ Ովքեր են ընտրակեղծարարները։ Դրանք մեր հարևաններն են, մեր բարեկամներն են, մեր դասարանցիներն են, մեր ծանոթներն են եւ մեծ մասամբ ամեն թաղում, ամեն շենքում ճանաչում են այդ մարդկանց եւ հարցը հետեւյալն է. ինչպիսի վերաբերմունքի են նրանք արժանանում
ընտրություններից առաջ եւ հետո։ Երևույթը ինչպես են գնահատում Մարդը, ասենք, ենթադրենք իմանում են, չէ՞։ Մարդը, որը դուրը ծեծում է, ասում է՝ «Բարև, ես եկել եմ քեզ փող տալու, որ դու անես այսինչ քայլը»։ Ինչ են ասում այդ մարդուն։ Ասում են, գիտես ինչ, հիմա ես ոստիկանություն կզանգեմ։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում հետաքրքիր է իմանալ վիճակագրություն։ Քանի քաղաքացի է, որ վերցրել է հեռախոսը եւ զանգել ոստիկանություն, ասել, գիտեք ինչ, այսինչը ինձ ընտրակաշառք է առաջարկում։ Մարդիկ ասում են, որ չեն վստահում իրենք ոստիկանությանը, շատ նորմալ է։ Քանի հոգի է, ինձ օրինակ բազմաթիվ ահազանգեր են եղել, բայց երբ բանը հասել է նրան, ես ասել եմ, գիտեք ինչ, հիմա մենք դրան իրավական ընթացք կտանք եւ ես երաշխավորում եմ, որ այդ ընտրակաշառք առաջարկած անձը կդատվի, ինքը կպատժվի։ Ձեզնից պահանջվում է մի բան՝ վկայել գրավոր ձևով, բանավոր ձևով, տեսախցիկի առաջ, որ այ դուք այսինչ օրը, այսինչ ժամին եւ այլն եւ այլն։ Այսինքն ես ուզում եմ մենք արձանագրենք հետեւյալը, որ մենք բոլորս անելիք ունենք այս երևույթի դեմ պայքարելու համար։ Մարդիկ կան ընտրակեղծարարությամբ են զբաղվում, հետո ասենք փողոցում անձամբ ինձ կանգնացնում են, ասում են՝ «Դե մի բան արեք, այս երկիրը փող»։ Բայց իրենք երեք ընտրատեղամասում ամեն ինչ անում էին, որ հանկարծ երկիրը չփոխվի։ Մենք իհարկե բարդ մի հատ հատվածի են գալու, այսինքն ամբողջ մշակույթ պետք է թերևս փոխվի քաղաքական եւ քաղաքացիական, բայց ես կուզեի, այո, խնդրեմ։ Գիտեք, ներողություն եմ խնդրում, երբ որ տեսեք մենք ասում ենք մշակույթ, ոչ թե մշակույթ պետք է փոխվի, երբ որ ասում ենք մշակույթ փոխվի, մենք նայում ենք լավ 3 միլիոն մարդ, այսպիսի մի հատ հսկա զանգվածային երևույթ կամ մեծ սուբստանցիա ոնց փոխենք։ Լուծումը շատ ավելի պարզ է, ես խոսքի սկզբում հենց լուծման մասին էի ասում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի, ինքը այդ երկու ընտրություններից, այսինքն այդ երկու դաշտերից որում է, ինքը ընտրակեղծարարության դաշտում է, թե ոչ։ Երբ որ մեզնից յուրաքանչյուրը այդ ընտրությունը կատարի, կպարզվի կամ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ դա իր ընտրության հարցն է, այլ այդքան մեծ չի թվա պրոբլեմ։ Իրական բնակ հենց այս հաղորդումն էլ մենք նպատակը այդ դրա համար էր, որ մենք կարողանանք, որ ասում ենք, ինքը հասկանա, ինչպես հասկացնել։ Մենք դա մասին էլ ենք խոսել, կրթական համակարգում պետք է փոխվի, պետք է դասընթացներ անցնեն, պետք է մարդիկ իրենց իրավունքները տեսնեն, որ պաշտպանված է, այսինքն ինքը համարձակություն պետք է ձեռք բերի նաև նոր բան մտցնելու իր իսկ վարքագծի մեջ, ոչ թե ուղակի հետևի, ուղակի այդ ալիքի հոսանքի մեջ ընկած գնա եւ շարունակի նույնիսկ, որովհետեւ արդեն փորձված է այդ ամեն ինչը։ Նորությունից շատերը վախենում են, հատկապես պահպանողական հասարակությունները։ Բայց ես կուզեի Սամվելն էլ լսել, Նիկոլ ձեր թույլտվությամբ, բայց նաև հիշեցեմ ռադիոլսողներին, որ մենք կարող ենք ընդունել հեռախոսազանգեր 55 3702 հեռախոսահամարով, եղեք ակտիվ, զանգահարեք եւ մենք փորձենք մեր հյուրերի օգնությամբ պատասխանել ձեր հարցերին։ Սամվել, դուք նաև մասնակցել եք, պարոն Փաշինյանը նշում է, որ ոստիկանություն արդյոք կանչում են, չեն կանչում, դուք ինչ դեպքեր եք ականատեսել, գրանցվել են այդ խախտումները, ինչ ընթացք է տվել, դուք ինչպես եք նպաստել, ընդհանրապես այդ մեխանիզմը ինչպես է տեղի ունենում։ Դե ասեմ, եթե այդ դիտորդի մասին ասեմ, դա պլատֆորմ էր, որը թույլ էր տալիս մարդուն, օրինակ հեռախոսով բջջային, եթե ինքը տեսնում էր խախտում, նկարել, ուղարկել, կամ եթե նկարել չէր կարող գրել, ուղարկել, դա տեղադրվում էր, երևում էր, որ ընտրական տարածքում է, քարտեզի վրա եւ այլն, եւ ոստիկանությունը դա համարում էր նաեւ հաղորդագրություն, ուրեմն հանցագործության մասին։ Ցավոք սրտի խնդիրը շատ ավելի լայն է, որովհետեւ մի կողմից իհարկե քաղաքացիները շատերը пассив են, շատերը համարում են, որ եթե ինքը ոստիկանությանը պատմի ընտրախախտումի մասին, ինքը գործ տվող է դառնալու։ Ընդհանրապես այդ հոգեբանությունը շատ ուժեղ դանդաղացնում է Հայաստանի զարգացումը։ Այսինքն այդ գողական պատկերացումները, որ մտել են ու դարել են քաղաքացիական հասարակության փոխարինող մի հատ երևույթ, իրենք, այսինքն մարդիկ ակնհայտ ամեն ինչ տեսել են եւ այլն, բայց երբ կարծա պահը, որ պետք է ոստիկանին պատմեն, ամեն ինչ կասեցվում է, որտեղ դա հարևան է, ամոթ է, ես եմ, որ այդ հարևանը խախտում անում ամոթ չի։ Վախենում են միգուցե նաեւ, չէ՞ որ սովետական նաեւ այդ տարիներից եկած բան կա, որ մարդկանց պատժել են։ Նույն ոստիկանությունը կարող է իրեն դիմումը վերցնել, հայտնել, դե ում դեմ է ինքը դիմում գրել։ Շատ լավ։ Տեսեք, դուք երբ որ ասում եք, թե ինչպես է պետք փոխել մարդկանց, օրինակ կամ փոխել իրավիճակը,
Ինձ համար այդ հարցի պատասխանը իմ հանրային գործունեության առաջին օրից պարզ է եղել։ Ես պետքա ցույց տամ իմ սեփական օրինակով, որ պետք չի վախենալ, որ պետքա միշտ պաշտպանել արդարություն, անկախ նրանից դա ինչքանով է բխում քո ընտանիքի անձնական շահերից։ Որ ասում ենք վախենում են։ Իսկ չեն վախենում, որ երկիրը կորցնեն։ Իսկ չեն վախենում իրենց երեխաների հայրենիքը կորցնեն։ Գիտեք, այդ մենք պետքա հեռու նայենք։ Պիտի նայենք, բայց մենք պետքա խնդիրը նաև այնա որ մարդ հեռու նայի։ Հիմա նույնն է ոնց ասում ենք ինչ են համալսարաններում մարդիկ ենթադրեն գումար տալիս, բայց դրա դիմաց գիտելիք չստամ, չէ որ դա երկարաժամկետ կտրվածքը բոլորից այո վնաս է, բայց մարդիկ այդպես են անում։ Ձեր է տալի բոլոր կողմերը։ Ես ինչի համար եմ ասում, եւ այնուամենայնիվ ճիշտ է, մենք շատ խոսել ենք իրավապահ համակարգի անկատարության մասին, օրենսդրության անկատարության մասին, մեխանիզմների անկատարության մասին, ընդհանրապես վախի մթնոլորտի մասին, բայց խոսքը նրա մասին է, որ մենք բոլորս պետք է հասկանանք, որ կոպիտ ասած մենք այն հողն ենք, որի վրա աճում են որոշակի մոլախոտային երևույթներ։ Մենք ուզում ենք, շարունակում ենք մնալ այդ հողը, դե մենք մեզ դուրս ենք դնում եւ ասենք ուրիշ դաշտում ենք մեզ տեղավորում, սրան մենք միջավայր ենք։ Օրինակ, երբեք տեսե վերջին անգամ, երբ որ հարևանը ամոթանք տա իր հարևան ընտրակեղծարարին։ Այսօր տեսեք, մենք խոսում ենք ընտրակաշառքների եւ ընտրակաշառքների զանգվածային դեպքերի մասին։ Եվ բայց երբ որ ասում ենք օրինակ, որ ընտրակաշառքի մասին մարդիկ չեն ահազանգում, չէ, ոստիկանությանը։ Եթե մենք ունենք կամ այն ահազանգները կամ կիսաահազանգները, որ լինում են, դրանք նորմալ քննություն չեն ստանում եւ ավարտին չեն հասնում։ Դա որովհետեւ եթե ասենք 100,000-ավոր ընտրակաշառք բաժանելու դեպք կա իրականում եւ ահազանգվում է 2-ը, այդ 100,000-ի մեջ այդ 2-ը հնարավոր է կոծկել։ Բայց պատկերացրեք 50,000 ընտրակաշառքի դեպք ունեք եւ 50,000 քաղաքացի դուրս է գալիս փողոց եւ պահանջում այդ ընտրակեղծարարներին պատժել եւ պատրաստակամություն է հայտնում ցուցմունք տալ, պատրաստակամություն է հայտնում վկայել, նույնիսկ աշխարհի ամենավատ ոստիկանությունը ստիպված կլինի գործել։ Հիմա մենք ունենք այդ 50,000 քաղաքացին, թե չունենք։ Հիմա կներեք, այդ 50,000 քաղաքացին ես էլի վերադառնալու եմ ներողություն չարաշահելու համար իմ քաղաքական գործունեության մեկնարկի իմ կարգախոսին 50,000 քաղաքացի ունենալու համար պետքա 1 + 1 + 1 + 5 մինչև 50,000 քաղաքացի։ Հիմա մեզնից յուրաքանչյուրի ընտրությունը էդ է։ Ես որ քաղաքացին եմ։ Ես գործ չտվողն եմ, թե ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, որ ին վրա պատասխանատվություն եմ զգում։ Պարոն Փաշյան, մենք զանգ ունենք, ուղղակի ես մի դիտարկում անեմ, դուք ես չեմ ուզում ասել իդեալական եք պատկերացնում, բայց մյուս կողմից դուք շատ կարևոր բան է վերադաստիարակել կամ փոխել այդ գիտակցությունը, բայց դա հեշտ բան չի։ Քաղաքական ուժերը, եթե միայն զբաղվեն, այսինքն փորձեն ամբողջ կյանքը ներդնել, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն անեն, դա շատ կարող է նաև անարդյունավետ եւ անպտուղ լինել։ Ի վերջո, ինչ որ մարդիկ կարող են գնալ այն մարդկանց հետևից, որոնք ոչ թե գեղեցիկ եւ վեհ բաներ են ասում եւ ոչ շատ կարեւոր եւ արդեն փորձված, այլ որովհետեւ ինքը տեսնում է, որ այդ քաղաքական ուժից ինքը ուղղակի օգուտ չունի, ասենք իրան չեն խոստանում որևէ բան։ Ես հենց այդ եմ ասում, այդ դեպքում պետք չի մեզ փողոցներում կանգնեցնել, ասել մի բան արեք։ Եթե դուք ուզում եք մի բան մենք անենք, ուրեմն դուք պետքա գործեք այն իդեալների եւ գաղափարների շրջանակում, որ մենք ձեզ ենք առաջարկում։ Չի կարելի գնալ ընտրակաշառակերի կամ կոռումպացված քաղաքական գործի հետևից, հետո մեզնից պահանջել, որ մի բան արեք։ Դուք մեզ տվեք այդ անելու մանդատը եւ մենք կանենք ամեն ինչ։ Դա իսկապես գիտակցության հարց է։ Մենք ունենք զանգ, մեր ռադիոսողին խնդրում ենք լինել կարճ, ներկայանալ եւ հարցը կոնկրետ ուղղել, լինել կոռեկտ նաեւ, որովհետեւ ես կարող եմ նաեւ ուղղակի եթերից չթողնել հնչեն ոչ կոռեկտ արտահայտություններ, չէ՞ պարոնայք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ղուկասյան Ռոմիկն է։ Լսում ենք ձեզ։ Շատ վատ է լսվում ինչ որ։ Մենք ձեզ շատ լավ լսում ենք։ Հա։ Ուրեմն ինչ է ես ուզում ասեի։ Երբ մի պետության մեջ հասարակ քաղաքացին պաշտպանված չէ, որ ինչ այդ մարդը ինչ կարող է անի, երբ ասենք արմիություններ գոյություն չունեն, դատական համակարգ գոյություն չունի, մարդը ասում է կաշառք է վերցնում ընտրությունից ընտրություն, վերցնելու է,
որովհետև այդ քաղաքացին պաշտպանված չէ, նա աշխատանք չունի։ Ընդդիմությունը կներեք ռուսերեն ասում ռակ լեբեդ իշչուկա։ Ինչպես կարելի է լուծել այդ հարցը։ Միայն ու միայն, երբ որ ընդդիմությունը բոլորը կհամախմբվեն, կկանգնեն ժողովրդին ամեն մի դարձուցավին ակարձագանքեն, այն ժամանակ ամեն ինչը կնի նորմալ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ռոմիկ, Սամվել, դուք արձագանքեք, խնդրեմ։ Դե իրական բերկա անդիմությունը արձագանքի, բայց Ընդդիմությունը միշտ արձագանքում դե ինչ արձագանքեմ, մարդը ճիշտ խնդիրներ է ասում։ Հարցը նրանում է, որ խնդիրները երբ որ միանգամից բոլորն ես ասում, ոչ մի հարց չի լուծվում։ Օրինակ ասում ես, եկեք այսինչ բան անենք, չէ՞, օրինակ այս բաժակը տանենք ստեղ։ Ասում են, ինչ ես խոսում, Սաշիկը այնտեղ ստեղ, ես եմ այս մեկը այնտեղ, այն մեկը այնտեղ, դու ինչից ես խոսում։ Ինչ ուզում ես արա, միանգամից սաղ խնդիրները միանգամից հավաքած դեմը տեն տալիս, վերջում ասում ես, լավ է, խի եմ անում, իսկ կա ինձ, որտեվ այս կա, այն կա։ Դրա համար կարծում եմ պետք է ամեն ինչ անջատել իրարից, վերջ-վերջո, ու կան իսկապես լուրջ խնդիրներ, օրինակ այն որ դատական համակարգը անկախ չէ, դա իսկապես այս մեր թեմայի շուրջ շատ լուրջ խնդիր է, այսինքն վերջ-վերջո այս օղակներով որ գնա մարդ դիմի գործ հարուցվի, բան վերջը հասնելու է դատական համակարգին ու մեծ հավանականությամբ այդ ամեն ինչը ներս չի գնա, ոնց կարելի։ Չէ, գներեք։ Այստեղ հա, եթե իհարկե պարոն Փաշինյանի ասած թեման չդառնա լուրջ թեմա, այլ ոչ թե անհատների ինչ 1-2 հոգու։ Այսինքն եթե զանգվածային բնույթ կրի։ Իսկ դրա պոտենցիալը կարծես թե կա։ Բոլորը դժգոհ են, որ ընտրությունները կեղծվում են, հա, երևի թե մեծամասնություն է։ Բայց երբ գործը հասնում է ռեալ քայլերին, հա։ Քայլերի առաջանում է երկու շատ մեծ ընտրազանգված։ Առաջինը որ կաշառվում է, ու երկրորդը որ չի գնում ընտրությունների, որտեղ ասում է ամեն ինչ մեկը լուծված է։ Պապաշյան, ես բայց ձեզ եմ ուզում դիմել, այսինքն շարունակելով այս միտքը քննարկումը, մենք շատ չենք սպասում հասարակությունից շատ մեծ բաներ, այսինքն քաղաքական համակարգը մնա այնպես ինչպեսին որ կա, մենք փորձենք ներքևից բերել հասունացնել, որպեսզի մարդիկ դառնան պահանջատեր եւ միգուցե այդ դրանից հետո արդեն ավելի կդժվարանա ընտրակեղծի կանելը։ Սա է տրամաբանությունը, այս շղթաներս են կառուցում։ Տեսեք, էլի տեսեք, մենք ինչ ենք ասում ենք հանրությունից շատ բան չենք պահանջում, բայց մենք ինչ ենք խորհրդանական ընտրությունների շեմին ենք, չէ՞։ Հանրությունը պետքա գնա ընտրությունների, դա մեր սահմանադրական կարգի անկյունակարն է։ Հանրությունը պետքա գնա ընտրությունների եւ որոշի, թե ով է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը։ Հիմա եթե ինքը ընտրում է մի իշխանություն, որը շարունակաբար արել է այդ երևույթները, ստեղծել է Հայաստանի Հանրապետությունում, այդ է ընտրությունը։ Բա հիմա ասենք ընդդիմությունից ասում են դե արեք փոփոխություններ, մենք էլ ասում ենք շատ լավ, գնացեք մենք ձայն տվեք, մենք այդ փոփոխությունները կանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի սեփականատեր, այդ սեփականատերը Հայաստանի ժողովուրդն է։ Որևէ մեկը այդ սեփականության հետ, իր սեփականության հետ իրավունք չունի որևէ գործողություն անել առանց սեփականատիրոջ թույլտվության։ Բայց ես ուզում եմ ռադիոլսողի հարցին ձեր թույլտվության անդրադառնալ։ Տեսեք, դատական համակարգը անկախ չէ։ Էլի ինձ համար լուծումները այստեղ են։ Տեսեք, երբ որ մենք լսում ենք հերթական անարդար դատավճռի մասին, հանրության քանի տոկոսն է կանգնում եւ դիրքորոշում արտահայտում այդ երևույթի դեմ։ Ես ուզում եմ ամենաթարմ օրինակը բերել, տեսեք հիմա Ռումինիայում ինչա կատարվում։ Երբ որ ընդունվել էր օրենսդրական մի նախաձեռնություն, որ ռումինացիների կարծիքով պետքա կոռուպցիան խորացնող օրենքի նախագիծ էր, չէ՞։ Ինչ արին այդ մարդիկ։ 300,000 մարդ դուրս եկավ փողոց, չասեցին, չէ՞, այս երկիրը երկիր չէ, այս իշխանությունը գնացին եւ այստեղ են դուրս եկել։ 88-ին են դուրս եկել, 89-ին են դուրս եկել, 90-ականներին են դուրս եկել, 2008-ին են դուրս եկել։ Շատ լավ, շատ ճիշտ նշեցիք։ Ես զարմանում եմ, որ մեր մոտ ի վերջո մենք հանրություն ենք, որ որոշակի հանրային գործողությունների արդյունքում կարողացել ենք հասնել որոշակի արդյունքների։ Իսկ այն ժամանակ, երբ որ չենք կարողացել հասնել որոշակի արդյունքների, ահա պատճառը նորից եղել է մեր
հարգելի ռադիոլսողի ասած երկրորդ պատճառը, այդ ընդդիմության միավորման թեման։ Որպեսզի ընդդիմության միավորման թեման շատ կարճ կապեմ եւ երկար չտևի, այո։ Հիմա Հովիկ Աբրահամյանը ՀԿ-ից դուրս է եկել, իշխանությունից դուրս է եկել եւ ինքը այլևս ընդդիմադիր գործիչ է։ Հիմա ում էլ հավաքենք եւ այլն համախմբվենք, պետք է ասեն, բա Հովիկ Աբրահամյանը ընդդիմադիր գործիչ է։ Սերան Օհանյանը ենթադրենք։ Սերան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, վաղը Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, այսինքն ժողովուրդ ջան, ես այդ բանը չեմ կարողանում, կներեք, ես պատրաստ չեմ իմ ընդդիմադիր կենսագրությունը կիսել Վարդան Օսկանյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ։ Ոչ թե էգոիզմից, այլ որովհետեւ դա նշանում է աղճատել սեփական գործունեության, գաղափարական եւ բովանդակային էությունը, որովհետեւ մենք ընդդիմություն չենք եղել, որ ինչ որ մեկին չենք սիրել, ինչ որ մեկի հետ փող չենք կիսել, բիզնես չենք կիսել։ Բայց Մարուկյանի հետ էլ ունեք տարաձայնություններ, որոշակի շատերի հետ եք ունեցել տարաձայնություն, կամ նույն ճանապարհով եք անցել, հետո բաժանվել են ձեր ճանապարհները։ Կներեք, դրանք տարբեր բաներ են։ Ինչ տարաձայնություն մենք ունեցել ենք Էդմոն Մարուկյանի հետ։ Մեր տարաձայնությունը եղել է համագործակցության փնտրտուքի շուրջ։ Ես Էդմոն Մարուկյանին ինքն էլ ինձ կոռումպացված չեն համարել եւ չենք էլ կարող համարել։ Մենք ունեցել ենք այո տեսակետների որոշակի տարբերություն եւ քաղաքական process-ները եւ մեր զուգահեռ ճանապարհները խաչվել են շատ կոնկրետ տեղում։ Այսինքն ես կարծում եմ, որ միավորումների հիմքում պետքա դրվի բովանդակություն։ Վերցնենք զանգը, ներողություն եմ խնդրում սպասեցնելու համար մեր ռադիոլսողին, լսում ենք դուք եթերում եք, ներկայացեք խնդրեմ կամ հարցը ձեր ուղեք։ Ալո, բարի ձեզ։ Բարի ձեզ։ Ես հարց ունեմ պարոն Փաշինյանին։ Պարոն Փաշինյան, ես չգիտեմ մեր ընտրազանգվածն է ստրկամիտ, թե իշխանական լծակների ճնշումն է շատ ուժեղ, բայց նայեք ինչ է կատարվում։ Դպրոցի տնօրենը, ով հետագայում նաև հնարավոր է դառնա հանձնաժողովի նախագահ ընտրատեղամասում, պարտադրում է դասղեկներին, որ ծնողներից վերցնեն ցուցակ, որտեղ ներկայացված են հարևանների, բարեկամների, չգիտեմ, որոշակի քանակությամբ անձնագրերի տվյալներ։ Ծնողները բնականաբար խնդրում են, դիմում են բարեկամներին, հարազատներին, նրանք էլ չեն մերժում եւ տալիս են իրենց տվյալները, այսպիսով իրենց գցելով ծուղակը։ Հիմա սա իրողությունն է։ Հարցս. Եթե նույնիսկ տվել են անձնագրի տվյալներ, սա նշանակում է, որ պարտադիր իրենք պիտի գնան եւ ձայն տան իշխող կուսակցությանը, թե կարող են ուղղակի խուսափել դրանից։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Տեսեք, դուք ձեր հարցին, որպեսզի մյուս զանգերն վերցնենք, այո, ձեր հարցին պատասխանեցիք։ Տեսեք, դուք ինչ եք ասում։ Ասում եք տնօրենը ասում է դասղեկին, դասղեկը ասում է ծնողին, ծնողը ասում է բարեկամին, բարեկամը ասում է հարևանին։ Իմ խնդրեմը նրա մեջ է, որ լավ է շղթայում չկա մեկը, որ կտրի այդ բանը, ասի ոչ, ես դա չեմ անում։ Ոչ կարողանա ասի ոչ։ Էս է ամբողջ խնդիրը։ Էլի եմ ասում, ես նույնիսկ չեմ ուզում խորանալ դրա մեջ, թե ինքը, եթե մարդը չգիտի իր անձնագրի տվյալը տալով, ինքը հանրապետականի օգտին քվեարկելու պարտադրանք ունի թե չունի, այսինքն ինքը մեկը գնում է ընտրական տեղամաս, ինքը գիտի չէ, որ ինքը պետք է մտնի քվեարկի։ Այո, իհարկե։ Այսինքն խնդիրն է, եթե մի հարևանն ասի ոչ, բարեկամը ասի ոչ, դասղեկ գտնվի ասի ոչ, տնօրեն գտնվի ասի ոչ, այդ ոչից է սկսվում ամեն ինչ։ Մենք սավերի կուզեմ եղել են ցուցակագրման դեպքեր, դուք դա արձանագրում եք, ինչպես է կամ ենթադրենք ռադիոլսողը նշեց այդ դպրոցների, բայց դա տեղի ունենում գրեթե ամենուրեք, այսինքն տանետուր են գնում, խնդրեմ։ Ճիշտ է ասեմ, նմանատիպ դեպքեր շատ քիչ էին, մարդիկ պարզապես չէին հայտնում, որովհետև հիմնականում մարդը սիրուն է ցուցակում գրվում է ու չել դրա մասին հենց հայտնում, բայց ես ուզում եմ այստեղ որ հստակ հնչի, որ եթե ձեր նույնիսկ դուք սխալվել եք ու այդ ձեր տվյալը տվել եք, չեք ասել ոչ, դա դեռ ոչինչ չի նշանակում, արխային գնացեք եւ քվեարկեք ոնց որ ուզում եք։ Ձեր անձնագրային տվյալները տալով դուք ոչ ձեր հոգին եք վաճառում, ոչ էլ ինչ-որ պարտականություն եք վերցնում, ոչ էլ կիմանան թե դուք ում եք ձայնը տվել, հենց որ արխային։ Բայց կան չէ մեխանիզմ, միակ եք բայց մեկը բողոքեք, ճիշտ է։ Ուրիշ կոչ ասել, ես ուզում եմ ասել, ասեք ոչ։ Դրանից աշխարհը չի քանդվի, այ ձեր հնազանդությունն է, որ ստեղծում է ընտրակեղծարարների համար ստեղծում է
տիրոջ զգացողություն, որ իրանք տեր են այս երկրին։ Ասեք ոչ, դուք եք տեր այդ երկրի։ Դուք ձեր անձնագրի տերն եք, ձեր ձայնի տերն եք, ձեր սեփականության տերն եք։ Մենք այո, ասենք ոչ անձնագրեր հավաքոնը, բայց ասենք այո մեր ռադիո լսողին։ Էլի ձայնը։ Այո, մենք ունենք հեռախոսազանգ, լսում եք դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գեորգ ջան, ես հարց ունեմ ձեր հյուրերին։ Այո։ Այսինքն նրանք այդ հարցն են բացացնում, որ մարդիկ վախենում են գործ տվող անվանվելուց։ Ես ասեմ ձեզ, որ ես դրանից ընդհանրապես ոչ թե վախենում եմ, այլ հպարտանում եմ դրանով, որովհետև դրանով ես հասկանում եմ, որ այս իմ երկիրը քանդողներին ես կհեռացնեմ իշխանությունից եւ այդ գործը սարքողներին նույնպես կդատապարտեմ, բայց ես վախենում եմ հետևանքներից, որովհետև ես գիտեմ, որ եթե ես որ գրավոր բողոք գրեմ, ոնց որ ասում են ձեր հյուրերը, ապա ես դուրս եմ գալուս այս իշխանությունների, ես սրանց դեմ, ոստիկանություն, քննիչներ եւ այլը։ Հիմա ես վախենում եմ հետևանքներից, ոչ թե ինչ որ գործ տվողից հակառակ ես հպարտանում եմ, որ ես այդպես կոչված չագերտավոր գործ տվող եմ։ Դա իմ հարցը։ Լավ, շնորհակալություն։ Ձեր պատասխանեմ։ Շնորհակալություն։ Իհարկե, եւ ճիշտ է գործ տվող անվանել այդ սովետից մնացած այդ արտահայտությունը մարդը ոստիկանության միջոցով փորձում է կարգավորել իր իրավունքների խախտվածության դեպքերը, այսինքն դա գործ տալու խնդիր չկա։ Սա իսկապես խորհրդային տանից մնացած խարան է, որը որ որպես քրեակատարողական հիմնարկներում գտնված մարդ գտնվել եք, չէ՞։ Այո, 2 տարի անցկացրել եմ։ Ասեմ, որ այն նրանք, ովքեր տես դրոշը առած պայքարում են գործ տվողների եւ գործ տվողության դեմ, նրանք սովորաբար հենց բառիս ամենավատ իմաստով ամենաարդյունավետ պրոդուկտիվ գործ տվողներն են։ Հենց որ ընդհանրապես այդ բառապաշարը արդեն որ հանրային ռադիոյի եթերից մենք կարող ենք քննարկել այդ բառապաշարը, այդտեղ է մեր խնդրեմը։ Եվ ասում այդ կեղծ ոչ թե կեղծ այդ նեգատիվ արժեքները, որ այդ պապազողների արժեքները, որ մցրել են մեր հանրության մեջ եւ դրանով կառավարում են, այդտեղ է ամենամեծ խնդրեմը։ Մենք մարդկանց ասում ենք, դուք ունեք իրավունք եւ դուք շատ եք, դուք եթե միասին մենք բոլորս իրար հետ շատ ենք, եթե մենք իրար հետ որոշենք, որ մենք ունենալու ենք ուրիշ երկիր, մենք կունենանք ուրիշ երկիր շատ արագ։ Խնդիրը մեր ներքին որոշման մեջ է։ Մենք տանք այդ անձնագրի պատճեն, թե չտանք։ Թե տանք մտքում ասելով, թե լավ մեկա ուրիշի կքվեարկենք, հետո մտածելով, բա որ իմանան, որ իրան եւ այլ, այսինքն միլիմետր առ միլիմետր մեր երկիրը զիջելով ապօրինության։ Շնորհակալություն, մենք ունենք զանգ, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարոնայք, ես շատ եմ ուրախանում, որ դուք տենց մտահոգված եք փոփոխությունների համար Երևանում եւ ընդհանրապես մեր կյանքը պետք է փոխվի դեպի լավը։ Ու ես ուզում եմ ձեզ առաջարկեմ մի շատ միգուցե ձեզ համար տարօրինակ, բայց ծրագիր, որ վախը փառատվի, որ այդ շատ չխորանանք, այդ սխալ բաները վերանան։ Ասելիքս հետեւյալն է։ Ուրեմն Бурдужан ասաց, որ политиканс, в общем, это ничего личного, только бизнес. Հիմա նայեք, որ այս մեր ընտրություններն են բիզնես, ու եթե ինձ ներքաշում եք բիզնեսի մեջ, բարեղեք մուծվելու, բայց ոչ միայն ինձ, այլ իմ այն գործի համար, որ ես մտնում եմ եւ մասնակցում եմ ձեր բիզնեսին։ Թող մուտքագրեն ամեն մի անձնավորությանը 5000 ստանումա, մտնումա, կուզի կնդրի, կուզի կջնջի դուրս կգա, բայց գույնը ես ցույց չեմ տա, որ մեկ ուրիշը իմ փոխարեն կեղծիքով ապագա ընտրի։ Լավ, շնորհակալություն։ Գիտեք, այս վերջերս մի քաղաքացի ինձ ասելա կներեք Սամվել ձեր թույլտվությամբ, ինձ մեսպիսի սյուրռեալիստական իդեա փոխանցել, որ եկեք ընդունենք այսպիսի օրենսդրական նախաձեռնություն, որ բոլոր այն քաղաքացիները լինի այդպիսի ինստիտուտ, որ այն քաղաքացին, ովքեր ուզում է իր ձայնի դիմաց փող, պետությունը իրեն փող է տալիս, պայմանով որ ինքը հրաժարվում է իր ընտրելու իրավունքից։ Պատկերացրի, այսինքն ինչքան ընտրակաշառակերը քեզ ինչքան պետքա տա 10000 դրամ մի ձայնի համար, ասենք պետությունը ասում է, արի ես քեզ տամ 10000 դրամ, դու այս ընտրություններին մասնակցելու իրավունքից հրաժարվի։ Եվ ըստ էության կստացվի, որ ընտրակաշառակերը
չի կարող ընտրությունների արդյունքների էլի եմ ասում, սա շատ սյուրռեալիստական, ես չգիտեմ, ես չեմ ասում, քանի որ տիկնոջ ասացի մեջ այդպիսի մի կարծես թե լավ ձևակերպված չէր, բայց այդպիսի իդեայի նախանշան կար, ես ուղղակի հիշեցի, ես դեռևս չեմ կարող իմ վերաբերմունքը արտահայտել այդ բանի մասին, բայց ուղղակի պատե համարեցի։ Մենք չենք մտածում ընդհանուր այնպես փոխենք ամեն ինչ, որպեսզի մենք դրա կարիքը չունենանք, այլ փորձում ենք ինչ որ զարտուղի ճանապարհներ գտնենք, որպեսզի ինչ որ ձևով կարողանանք կառավարել այդ սխալները, բայց Սամվել ուզում հասկանալ, այս տարի ինչպիսի հարթակներ են գործելու, արդյոք լինելու են նույն տիպի հարթակներ, ինչպիսի որ այդ դիտորդներ մարդիկ կարող են առցանց գրանցել իրենց դիտարկած խախտումները, ինչպես ընդհանրապես այս տարի կազմակերպվելու։ Գիտեք, որքան երեմ Transparency International-ն մոտավորապես այդպիսի մի հարթակ ձևավորում, կարծում եմ այս ընտրություններն էլ կլինի, պլյուս տեսախցիկների թեժգիծը քաղաքացիական հասարակության ինստիտուտն է հիմնականում անում, ու իրանք տենց շտապ օգնություն են կոչում, տենց մեքենաներ են, որոնք եթե ինչ-որ բան արինում, մի անգամից գալիս են, այնտեղ լրագրող է մեջը, իրավաբան ու իրավապաշտպան, տենց մի անգամից որ միջամտեն, ու տեսախցիկների հարցը, որ ես ճիշտ ասած լավ չեմ հասկանում այս պահին, վերջը ինչ եղավ, որտեղ ինչ որ տենդեր էր հայտարարվել, բայց արդեն կա որոշումը 1500 ընտրական կա, բայց վերջնական կա, որոշումը կա, որտեղ ինչ որ անորոշություն կա, տեխնիկական իրականացում։ Դե անորոշություն միշտ էլ կա, բայց դե յուրե որոշում կա։ Հուսանք որ դա կլինի։ Ինքը մենք կարող ենք առցանց դիտել, հետևել այդ բոլոր 1500 ընտրատեղամասերին։ Միայն խնդրում եմ հանկարծ, ներողություն, հանկարծ քաղաքացիները չմեկնաբանեն, չօգտագործեն այդ բանի համար, թե այ տեսեք հիմա արդեն իսկականից բաներում ընտրատեղամասերում կամերաներ կա։ Իմանալով ով ինչպես է ընտրել։ Այդ տեսախցիկները ընդհանրապես քվեարկության գաղտնիությունը չեն կարող խախտել։ Սիրելի ժողովուրդ, որևէ եթե դուք ուզենաք ձեր քվեարկության գաղտնիությունը պահել, ուրեմն որևէ խոչընդոտ դուք դրա համար չունեք։ Այդ կամերաներով գրիչներ մանավանդ գյուղերում, ասենք, չգիտեմ, թաքնված տեսախցիկներ եւ այլն եւ այլն եւ ընդհանրապես սեփական կամքով քվեարկելը այդքան սարսափելի բան չի, որից պետք է այդքան վախենալ։ Մենք ունենք զանգ, մենք լսում ենք, դուք եթերում եք, լսում ենք։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, հարցս ուղղում եմ ձեր հյուրերին։ Այո։ Ասացեք խնդրեմ այդ ընտրությունների մասին օրենքը, այդ բանաձև օրենքը, այդ ինչ օրենք է չեմ հասկանում։ Չիմանալով որ մինչև հիմա չգիտենք թե քանի դեպուտատի ընտրվելու։ Ամիս մեծ կեղծարարությունը հենց այդտեղ է, որտեղ որ բանաձևը պետք է ինչ որ դեպուտատներ ընտրին հաշվարկներ կատարեն։ Շնորհակալություն։ Բարդ բանից մեկն է, իհարկե ես շատ հարցեր կա այդ ընտրական օրենսգրքի հետ կապված, կարծում եմ որ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով շատ հարցեր չեն կարողանում պատասխանել, որտեղ այնտեղ այնքան նորամուծություններ կան եւ անհասկանալի կետեր կան, բայց խնդրեմ, պարոն Փաշինյան, կամ ես էլ լավ չեմ հասկանում, պարոն Փաշինյանը 101-ից ոչ պակաս, չէ՞։ Բայց եթե կարելի է քվեարկության կարգը, որ սա առաջին անգամ է նոր քվեարկությունը տեղի ունենալու եւ հիմա պետքա բոլորը արձանագրեն մի բան, որ սա համամասնական քվեարկություն է։ Այսինքն մարդիկ առաջին հերթին եւ քվեարկում են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի, կուսակցություն, դաշինք եւ այլն։ Քաղաքական ուժերի օգտին։ Երբ որ դուք մտնեք ընտրական տեղամաս, ձեզ հանձնվելու է ենթադրենք 7 քաղաքական ուժ մասնակցում ընտրություններին, ձեզ տալու են 7 տարբեր քվեաթերթիկներ։ Եվ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար դուք պետք է ընդամենը այդ քվեաթերթիկներից մեկը ընտրեք, դնեք ծրարի մեջ եւ մոտենաք քվեատուփի մեջ նետելու համար։ Ավել քվեաթերթիկները քվեախցում լինելու է արկղ, որտեղ դուք ավել քվեաթերթիկները ուղակի լցնելու եք այնտեղ եւ այնտեղ միշտ լինելու են ավելորդ քվեաթերթիկ։ Պարոն Փաշյան, բայց այդպես չի խախտվում գաղտնիությունը։ Եթե մենք տեսնում ենք հանձնաժողովը տեսնում է թե որ
թերթիկ ինքը վերցրեց, որ ուժի ինչպես է դա արվելու։ Այս շատ Ճանաչ հարցը 101-ին էր վերաբերում, բայց դրան էլ անդրադարձեք։ Այս շատ կարևոր անդրադարձեք։ բան է։ Դուք մտակ ընտրական տեղամաս գրանցվեցիք էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային եղանակով։ Դուք մոտեցաք առաջ ձեզ տալիս են մի քվեաթերթ։ Այո, որի մեջ կային Հիմա բոլոր ձեզ տալ, եթե 8 քաղաքական ուժ է մասնակցում, ձեզ տալիս են 8 հատիկ քվեաթերթիկ։ Այդ բոլոր քվեաթերթիկները դուք վերցնում եք բոլորը իրար հետ եւ մտնում եք քվեա խուց։ Հա, դուք ամբողջն եք վերցնում։ Այո, Ոչ թե ընտրում եք արդեն։ Ոչ, ամբողջը վերցնում եք եւ մտնում արգելված է որևէ տեղում չեք վերցում, չի կարելի։ Մտնում եք քվեախուց, դնում եք մեկը ընտրում եք եւ դնում եք ծրարի մեջ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար։ Մյուսները լցնում եք ավելորդ քվեաթեր, էլի չեն տեսնում, էտելա քվեախցի մեջը։ Այսինքն երկու փաստորեն տուփ է լինելու, մեկի մեջ չընտրվածները, մեկի մեջ ընտրված։ Չէ, այս տուփը ավելորդ, արկղը ավելորդ քվեաթերթիկների համար դա լինելու է քվեախցի մեջ։ Այսինքն կողքից չի երևալու, թե դուք ինչ քվեաթերթիկ լցրիք այնտեղ։ Մյուսը դուք դնելու եք ծրարի մեջ, մոտենալու եք քվեախցին, քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամը իր մոտ ունենալու է ակցիզային մարկայի նման դրոշմանիշ։ Շատ լավ։ Ծրարի անկյունը կտրված է լինելու, որից չի երևալու քվեաթերթիկի պարունակությունը եւ ուրեմն այդ դրոշմանիշը ակցիզայինի նման պիտակը կպնելու է քվեաթերթիկին եւ վավեր են համարվելու միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա այդ պայմանական ասած այդ դրոշմանիշը կա կպցրած։ Հիմա սա քաղաքական ուժի համար քվեարկության համար զուտ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար ձեզ նույնիսկ գրիչ հարկավոր չի լինելու։ Այսինքն միայն իսկ լավ այդ դեպքում արդեն բայց մենք իհարկե զանգում ենք, բայց այդ դեպքում հարցարարում եթե անձին է վերաբերում, ռեյտինգային է, վարկանիշային է։ Ուրեմն եթե դուք վերցրեցիք որևէ քաղաքական ուժի քվեաթերթիկը, արդեն վերցնելով այդ քվեաթերթիկը դուք քվեարկեցիք այդ քաղաքական ուժի օգտին։ Հիմա այդ նույն քվեաթերթիկի դարձերեսին լինելու է այդ նույն քաղաքական ուժի առնվազն 5 տեխնացուներ պետք է լինեն, որոնցից մեկի օգտին դուք կարող եք քվեարկել, բայց կարող եք նաև չքվեարկել։ Այսինքն եթե դուք այս երկրորդ երեսին, եթե հանկարծ նախընտրած ռեյտինգային տեխնացու չունեք, դուք կարող եք առանց գրիչի կարիք չունեք, ուղղակի վերցրեցիք, դրեցիք ծրարի մեջ եւ դրոշմանիշը կպցնելուց հետո նետեցիք։ Մենք ունենք զանգ եւ դրանք շնորհակալություն, պարոն Փաշինյան, դրանք կգումանանք նաեւ նախորդ հարցի այդ 101-ի հետ կապված, ինչպես են հաշվելու, հա 101 եթե ավել է լինելու, որտեղ ռադիո լսողի հարցը դրան էր վերաբերում, բայց դուք շատ ավելի կարեւոր մի բանի անդրադարձաք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Հարգանքներս պարոն Մելիքյան ձեզ եւ ձեր հաղորդաշարին։ Պարոն Փաշինյան, դուք ազգային ժողովի այն падգամավորներից եք, ում խոսքի նկատմամբ ես անտարբեր չեմ լինում երբեք ու երբեք ալիքը չեմ թերթում, մինչև վերջ ունկնդրում եմ։ Դրա համար ձեզ շնորհակալություն։ Հիմա հարցս հետեւյալն է։ Այսպես դուք հորդորում եք, կոչ եք անում, որ գնանք ընտրենք մեր սրտով, մեր ցանկությամբ եւ այլը։ Բայց ախր այդ վերջում այդ ընտրությունների արդյունքների տերը ով է լինում։ Ընտրությունների արդյունքների տերը լինում է այն քաղաքական ուժը, որի օգտին դուք քվեարկում եք։ Մեծամասնությունը ում օգտին քվեարկում է ընտրությունների արդյունքների տերը եւ այդ արդյունքների պահպանման պատասխանատուն այդ քաղաքական ուժն է։ Ես մեր քաղաքական ուժի անունից կարող եմ ասել, որ մենք իրականացնելու ենք այն մանդատը եւ գործելու ենք այն մանդատի շրջանակում, որը մեզ ժողովուրդը հարկ կհամարի տալ։ Սամվել, դուք ավելացնելու բան եք կապված այդ 101 падգամավորների քանակ, ինչպես է որոշում, թե արդյոք այս անգամ 101 է լինելու թե ավել։ Տեխնիկական եւ այդ մեթոդաբանական հարցերով պարոն Փաշինյանը Պարոն Փաշինյանը ամենալավ ուսուցիչն է, ես հենց որ ինքը խոսում եմ, լսում եմ, որտեղ այնքան բարդ է այդ նոր համակարգը, ինձ թվում է դա նաեւ խնդիր է։ Այսինքն այն որ մարդիկ լավ չեն հասկանում թե ոնց են քվեարկելու, դա արդեն խնդրեմ է ու ինձ թվում է ինչ որ մանիպուլյացիաների տեղ կտա, դրա համար պետք է
հնարավորինս շատ մարդկանց կրթել։ Քանի որ մեր եթերաժամանակը շատ քիչ է մնացել, խնդրեմ ուղղակի ավելի կարճ պատասխանենք վերջին հարցերին, որպեսզի մի քանի հատ էլ վերցնենք հեռախոսազանգ։ 101 հետ կապված հարցին հնարավոր չի կարճ պատասխանել ուղղակի։ Ես ձեզ ասեմ, որ ես ինքս դեմ եմ քվեարկել ընտրական այս օրենսգրքին, բայց կարծում եմ, որ ամենակարևորը քվեարկության կարգը, եթե մարդկանց պարզաբանվի, իրականում շատ բարդ բան չկա։ Իսկ падգամավորների թվի հետ կապված ասվում է, որ առնվազն 101 падգամավոր պետք է լինի, ինչու առնվազն, որովհետև Սահմանադրությամբ ընտրական օրենսգրքում կա դրույթ կայուն մեծամասնության մասին եւ երկու մեխանիզմ կա, որ կայուն մեծամասնություն պետք է լինի, այսինքն 54% չափով քաղաքական մի ուժ կամ կոալիցիա պետք է մանդատներ ունենա եւ կա նաեւ ընդդիմության մինիմալ չափաբաժին սահմանված, որ խորհրդանի 1/3-ը առնվազն պետք է լինի ընդդիմադիր։ Դրա համար այդ որոշակի հստակ թիվ չի սահմանված եւ կապված ընտրությունների արդյունքներից այդ թիվը կարող է լինել 101-ից բարձր։ Մենք ունենք զանգ, լսում ենք ձեզ, խնդրում եմ հակիրճ, եթե կարելի է հարց ուղեք։ Բարև ձեզ։ Ուզում եմ մի հատ հարց ուղղեմ ձեզ, էլի։ Ուրեմն ես մի հատ հարց ունեմ, թե ոնց առնում, որ մահացած մարդիկ քվեարկում են։ Լավ, շնորհակալ։ Դա ոնց է տեղի ունենում։ Շնորհակալություն, չէ, ոնց է տեղի ունենում, շատ բարդ է նկարագրել, թե ոնց կարող մահացած մարդիկ քվեարկեն։ Ես ձեզ ասեմ, եթե կարելի է, ես ձեզ ասեմ հետեւյալը։ Այն ընտրական տեղամասում, որտեղ ուշադիր իր գործը իմացող դիտորդ կա, վստահված անձ կա, այդ տեղամասում մահացած մարդիկ ուղղակի չեն կարող մտնել։ Կամ կարող են մտնել, բայց չեն կարող քվեարկել։ Գուցե հումոր է, միայն քաղաքական դիակներ ինձ թվում է կարող են մտնել։ Քաղաքական դիակներ։ Այդ ընդհանրապես գիտեք, բոլոր ընդհանրապես ընտրակեղծիքների մեխանիզմ, բացի ընտրակաշարքից, մնացած համարյա բոլոր մեխանիզմները պրոֆեսիոնալ դիտորդի եւ վստահված անձի արկայության պայմաններում 99%-ով չեմ ուզում ասեմ 100%-ով, որովհետեւ կարող են ասենք ինչ որ մի փոճուր ինչ որ բան կարող է այսպես ասած կներեք պլստալ, բայց եւ դրա համար մեր կոչն է նաեւ քաղաքացիներին, նրանք ովքեր ուզում են որ քաղաքացիների ձայնը արտահայտվի, կրթական որոշակի ցենզ ունեցող քաղաքացիներին չալարել եւ գրանցվել որպես դիտորդ, գրանցվել որպես վստահված անձ եւ պայքարել սեփական ժողովրդի ազատ կամ արտահայտման համար։ Շնորհակալություն, մենք ունենք վերջին զանգը, խնդրում շատ կարճ, որպեսզի մենք կարողանանք պատասխանել այդ զանգի։ Դուք Ավետիսյան Անահիտն եմ, զանգահարում եմ Մարտաշատ քաղաքից, պարոն Փաշինյան։ Ես ուզում եմ ձեզնից հակերճ պատասխան ակնկալել։ Դուք պատգամավորներդ ամեն ինչով երևի զբաղվում եք, բացի սոցիալապես անպաշտպանների թեփթիկունք լինելով, ինքս առաջի խմբի հաշմանդամ եմ։ Երբևիցե մտածել եք առաջի խմբի հաշմանդամը ինչպես կարող է ապրել 21500 դրամ թոշակով, կամ ասենք ընդհանրապես մտածել եք վերացնել են անգրագետ օրենսդրական նախաձեռնությունները, որը հենց սոցիալապես խոցելի խմբերին են հարվածում։ Լավ, Տիկերանա, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, եթե ես հիմա այստեղ լինեի Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ խորհրդանական մեծամասնության կարգավիճակով, ես ինձ ձեր հարցի հասցեատեր կզգայի, բայց համաձայն չեմ ձեր դիրքորոշման հետ, որ մենք չենք մտածում, ընդհակառակը, ցավոք սրտի մենք այսօր իմ օրենսդրական նախաձեռնություններից ոչ մեկ չի արժանացել խորհրդանական մեծամասնության հավանությանը եւ մենք մեր գործողություններում որոշակիորեն, ոչ թե որոշակիորեն սահմանափակված ենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք սոցիալապես անապահով կամ իրավունքների խախտումներ ունեցած տասնյակ քաղաքացիների հարցերով զբաղվել ենք եւ շատ դեպքերում կարողացել ենք նրանց համար որոշակի արդյունքներ ապահովել։ Պարոն Փաշյան, Սամվել, մեր եթերաժամանակը սպառվում է, պարոնակ, ուղղակի ուզեմ դուք ամփոփեք, պարոն Փաշինյանը շատ խոսեց, պարոն Մարտիրոսյան մի քանի բառով։ Գիտեք, մի քանի բառով ինձ թվում է այստեղ կարևոր է, որ ամեն մեկը իրեն զգա ապագայի հետ կապված պատասխանատվությունը, այսինքն կաշառք վերցնելով, թույլ տալով որ ուրիշը վերցնի, հենց աչքի առաջ տա ավելի շուտ։ Այդ ամեն ինչով մենք ազդում ենք տարիներով, եթե ոչ տասնամյակներով, հա, մի րոպեն, հետո ազդեցություն ունենում տարիներ առաջ։ Եվ իսկապես շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս
մարդիկ, որոնք գիտակից են մասնակցել ընտրություններին, եւ լինեն դիտորդ ինչ որ ձևով, անպայման չի գնալ հենց միգուցե լինել ամբողջ օրվա դիտորդ, բայց գոնե հենց ընտրելու ժամանակ դու կարող ես գոնե այդ ընթացքում լինել դիտորդ, հա, մտնես, գոնե տեսնես, որ այդ պահին, հա, լինես այ դիտորդ գոնե։ Շնորհակալություն, պարոնայք։ Ես հիշեցնեմ, որ հանրային ռադիոն իր ստատուս քվո հաղորդաշարով Շվեյցարիայի համադաշնության կառավարության եւ դեպոպ կառավարման ինստիտուտի աջակցությամբ իրականացում է այս հաղորդումների շարքը։ Շվեյցարիայի համադաշնության կառավարության եւ դեպոպ կառավարման ինստիտուտի նպատակն է աջակցել Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, այդ ընտրություններին քաղաքացիների գիտակցված մասնակցության, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում քաղաքացիական գիտակցության զարգացմանը։ Այս նպատակն է հետապնդում նաեւ հանրային ռադիոն իր բոլոր հարթակներով։ Մենք այսօր հյուրընկալեցինք ազգային ժողովի падգամավոր Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին, շնորհակալություն պարոն Փաշինյան, եւ Այդիտորտ AM հարթակի հիմնադիր, ինչպես նաեւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, պարոն Մարտիրոսյան, եւս շնորհակալություն ձեզ, շնորհակալություն բոլոր զանգահարողներին, բոլոր նրանց, ովքեր որ մեզ ուշադիր հետևում են, շարունակեք ուշադիր հետևեք, շարունակեք լինել ակտիվ քաղաքացիներ։ Ձեզ հետ քաղաքագետ Գևորգ Մելիքյանն էր, ստատուս քվո հաղորդաշարի հերթական թողարկումներ հանրային ռադիոյի ուղի եթերում, մնացեք մեզ հետ եւ հետևեք մեր աշխատանքներին առայժմ։ Հայաստանի հանրային ռադիոյի եթերում ստատուս քվո հաղորդաշարն է։